Տեր ասում է, եթե սարերին էլ ասես, քո խնդիրներին էլ ասես, հիվանդությանն էլ ասես, աղքատությանը ասես, բարձրացի, ծով ընկի, հեռացի իմ կյանքից, նա կլսի քեզ։ Եթե հավատաս ինչ որ ասում ես կլինի քեզ։ Եվ հիշեցնում է, սրա համար ասում եմ ամեն ինչ որ աղոթելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ամեն։ Բայց դե շատերը աղոթում են չեն առնում, դրա համար հիասթափվում են, չեն էլ աղոթում։ Բայց սրանից հետո բուժումը տալիս է աղոթքը, որպեսզի աշխատի, ասում է, եւ որ ժամանակ կանգնեք աղոթք անեք, ներեցեք։ Եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները թողե ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները չի ների ձեզ։ Այսինքն ձեր աղոթքները չի աշխատի։ Մարդկա այնքան խորը ատելության մեջ է տարել սատանան, որ չի կարողանում ների։ Ու իրականում պատճառ կա եւ պատճառը շատ արդար է, որ ատի։ Մարդկանց կյանքում տարբեր բաներ է չէ կատարվում։ Չի կարողանում ների, բայց Հիսուսը առաջարկում է աղոթքները չեն աշխատում այն պատճառով, որ դու մեղքերի մեջ եք։ Մեկը չներում, մյուսն էլ մյուսին է վատություն արել, մեղքերից դուրս արի, որպեսզի աղոթքները սկսեն աշխատել։ Փառք մեր Հիսուսին։